Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ողջույն ձեզ, քույրեր եւ եղբայրներ։ Հերթական բնագից հաղորդումն է, հետաքրքիր է լինելու, առաջարկում եմ դիտել մինչև վերջ։ Անցած անգամ ես ասեցի, որ գոյություն ունի փաստաթուղթ, որի հիման վրա մենք կարծում ենք, որ եւ վստահ ենք, որ մեր երկրի այսօրվա ղեկավարը արտասահմանյան երկրի գործակալ է։ Ես ուսումնասիրելով ձեր ցանկությունները, շատերը գրում են, թե ինչի շուտ չենք ասել, ինչի ենք պահել, մենք չենք պահել։ Ես ձեզ ասեմ, այս փաստաթուղթը նոր է հայտնվել մեր մոտ, դրա համար էլ հրապարակում ենք հիմա։ Բայց ասեմ հետևյալը, սա նոր փաստաթուղթ չի, եւ ես վստահ եմ, որ մեր երկրի նախկին վերնախավից ոմանք տեղյակ էին այս փաստաթղթի մասին, բայց փաստաթուղթը չէին հրապարակում, ոչ մի բան չէին ձեռնարկում, կարծում եմ, որ սեփական կարիքների եւ դիրքերի ամրապնդման համար, եւ այսօր, որ ասենք անվտանգ ապրեն։ Մենք սպասում ենք, որ Նիկոլ Փաշինյանի վրա քրեական գործ կհարուցվի, բայց իմ հասած տեղեկություններով գործ են հարուցել, որ գործ են ուզում հարուցեն, ինչ որ վարկաբեկում եւ այլ եւ այլ։ Հարուցեք։ Միևնույն է, այս փաստաթուղթը դուրս է գալու ջրի երես։ Ավելին ասեմ, այս փաստաթղթի մասին տեղյակ էին այդ թվում ԱԱՑ-ում։ Իմ մոտ հարց է, ինչի ԱԱՑ-ն քրեական գործ ժամանակին չի հարուցել եւ այսօր էլ ոչինչ չի անում։ Տեսնելով ակնհայտ դավաճանություն, հողերի հանձնում, միաձնյա որոշում Արցախի հանձնում եւ այլ եւ այլ։ Ես հարց ունեմ, հարցեր ունեմ, որին պնդում եմ, որ երկրի ղեկավարը պետք է պատասխանի։ Հարց առաջին. եղել եք դուք 99 թվականին Թուրքիայում, ում կողմից եք գործ ուղղել, ինչ խնդիրներ եք այնտեղ կատարել եւ երբ եք ծանոթացել Նայիրի Հունանյանի հետ։ Եղել է ձեր հետ Նայիրի Հունանյանը Թուրքիայում, թե ոչ։ Հարց երկրորդ. ինչ հաճախականությամբ եք դուք հաճախել ամերիկյան դեսպանատունը տարիների ընթացքում։ Ինչի դիմաց եք դուք ծառայել այդ երկրի արտաքին հետախուզության։ Հարց երրորդ. պետք է պատասխանեք, ինչ կապերի մեջ եք դուք Թուրքիայի հետախուզական ծառայությունների հետ։ Հարց չորրորդ. ով էր 18 թվականի եւ 2008 թվականի հեղափոխության ինկասատորը, ում հանձնարարությամբ եք դուք ընկել զինվորականների հետևից, ինչ նպատակներ եք հետապնդում, դատելով սպայական կազմին եւ գեներալիտետին։ Այսօր այնպիսի տպավորություն է, որ ամենամեծ հանցագործները եւ դավաճանները Հայաստանում դա զինվորականներն են։ Մյուս հարցը, շատ կարևոր հարց, ինչի համար եք դուք եկել իշխանության։ Ես կարծում եմ, դուք այս հարցերին դուխները չի հերիքի, որ պատասխանեք։ Մի բան էլ ասեմ, այդ փաստաթուղթի մեջ միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի անունը չէ։ Այդ փաստաթուղթը այսօր կա ոմանց մոտ, ես կրկնում եմ։ Ինչի համար են սուս նստել։ Ու ես տեղյակ եմ ում մոտ կա։ Իմ խոսալուց հետո մեր երկրի ղեկավարը զանգարում է այն մարդուն, ով իրեն շանտաժի էր ենթարկում, պարբերաբար, եւ հարցնում է ո՞նց է այդ փաստաթուղթը ընկել իմ ձեռքում։ Ես ասում եմ մի քանի օրվա պատմություն։ Ես երևի թե գա ժամանակ մեմուարներ գրեմ
որ հասկանաք մեր երկրում ով է, ով ում համար է ծառայել իրականում եւ հասկանանք ինչի մենք այսօր չենք կարողանում խաղաղ ապրել մեկս մեկի հետ։ Ես նորից եմ կրկնում, ես պահանջում եմ բոլոր քաղաքական գործերը կարճել, դադարեցնել, բոլոր քաղաքական գործիչներին բաց թողել բանտերից, հակառակ դեպքում ձեր դեմքը կլինի կապուտ գույնի, խայտառակ եմ, իսկ այդ թուղթ գրելը առաջարկում եմ դադարես, եւ եթե այսպես շարունակվի, ես էլ եմ գալի արդեն այն եզրակացությանը, որ ոչ մի ընտրություններով մենք Հայաստանում հարց չենք կարող լուծենք եւ գուցե մտածենք ինչ պետք է անենք, որ դուք այդտեղից հեռանաք։ Ի վերջո գնացեք ծառայեք այն երկրին, ումից գումարներ եք ստացել ժամանակին։ Մենք պայքարելու ենք, խնդրում եմ հետևեք, հետաքրքիր է լինելու։ Հետևեք եւ միացեք մեր պայքարին, քանի որ ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ ազգեր, որոնք հանձնվում են, վերանում են։